Առանցված նորություններով եթերում հորիզոնն է դեկտեմբերի 24-ի օրը չորեքշաբթի։ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, ինչպես նաեւ օգոստոսի 8-ին Սպիտակ տան ձեռք բերված պատմական համաձայնության եւ ստորագրված փաստաթղթերի համար։ Խորհրդարանական ընտրությունները հավանաբար կանցկացվեն հաջորդ տարվա հունիսի 7-ին, այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ ընդհանուր առմամբ 2026 թվականը ընտրություններ անցկացնելու առումով բուռն է լինելու, քանի որ տեղի են ունենալու նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այս պահի դրությամբ 46 համայնքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանն այսօր ամփոփեց անցնող տարվա ընթացքում անցկացված ընտրությունները, խոսեց սպասվող նորամուծություններից ու 2026-ին նախատեսված խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրությունների ժամկետներից։ Եվ այսպես սահմանադրության կարգավորումներով ըստ էության այն ժամկետը, որը ենթադրում է ընտրությունները, դա եկող տարվա հունիսի 2-ից 12-ի միջակայքն է, այսինքն այդ տասնօրյակն է, որ պետք է ընտրություններ տեղի ունենան։ Վահագն Հովհակիմյանի խոսքով, թեև դեռ նախագահի հրամանագիրը չկա, սակայն ակնկալվում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին, կիրակի։ Իսկ եթե նախագահը ընտրությունների օր որոշի ոչ կիրակի, բոլորը ընտրությունների օրը, կարելի ասել, այսպես արդեն տեսակ չակերտավոր, բայց արձանագրած ընթանում են առաջ, որ այն է, որ հունիսի 7։ Ինչով է դա պայման, որովհետև այդ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն, եթե նախագահ այլ օր, որոշի այլ օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, շղթայական նոր, այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան։ Արդյոք հնարավոր է, որ 2026-ի ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական կամ այլ պատճառով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր չգրանցի, կամ արդյոք հնարավոր է, որ ինչ-որ դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվեր նկարի։ Վահագն Հովհակիմյանը բացառեց ընդգծելով. «Ես հանցագործ չեմ էլ լինելու»։ ՏԻՄ ընտրությունների համար 3 օր եք սահմանել եկող տարվա աշնանը։ Սեպտեմբերի վերջի կիրակի, հոկտեմբերի վերջին կիրակի եւ նոյեմբերի վերջին կիրակի։ Հաջորդ տարվա աշնանը նաև ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն, այս պահին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ։ Հովհակիմյանը թվարկեց մասնավորապես այն մարզկենտրոնները, որտեղ տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր եւ Իջևան։ Ըստ էության, բացառությամբ Գյումրիի, որտեղ ընտրություններն անցկացվեցին այս տարի, բոլոր մյուս մարզկենտրոններում կլինեն ընտրություններ։ Մարզերում էլ ընտրությունների օրերը կորոշեն մարզպետները։ Այդ ինստիտուտի կայացվածությունը մեզ բոլորիս համար շատ կարևոր է, շատ կարևոր է, որպեսզի առաքելությունները գործեն չեզոքության դիրքերից եւ օբյեկտիվության տեսանկյունից իրենց դիտարկումները կասկածի տակ չդրվեն։ ՏԻՄ ընտրությունները մեծամասամբ կանցկացվեն համամասնական կարգով, մեծամասնական կարգով կանցկացվեն միայն այն համայնքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով, ինչպես օրինակ Լերմոնտովո, Ֆիալետովո, Ֆերիկ, Շամիրամ, Արևուտ, Արզնի եւ այլն։ 2026-ի ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոնիտորինգի եւ վերահսկողության մի շարք նոր գործիքներ կկիրառի։ Դա Վահագն Հովհակիմյանի խոսքով հնարավորություն կտա համացանցում տեղի ունեցող քարոզչությունը ավելի փաստարկված ու հնարավորինս ընդգրկուն ծավալներով մոնիտորինգի ենթարկել։ Նոր կարգավորումների համաձայն էլ դիտորդական առաքելություն կիրականացնեն նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Կներեք, այն ինչ որ ես անընդունել եմ ժամանակին համարել, ես երբեք այդպեսին չեմ լինի։ Ես Հայաստանի Հանրապետության նախագահ եմ ընտրվել եւ ես իմ լիազորությունների այնինչին, այսպես ենք, պարտականությունն է, այն ամեն ինչը ես տիրապետում եմ, ես օգտագործել եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ ես նախագահ եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային։
Դեկտեմբերի 3-ից 10-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ամենամյա պարտադիր ատեստավորման երկրորդ փուլը։ Այս փուլում ընդգրկված են եղել Երևանի 1-ից 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եւ Վաղարշապատ համայնքն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովը։ Ատեստացիայի մասին ծանուցվել է 77 անձ, մասնակցել 66-ը, անհարգելի առանց դիմումի բացակայել է 3 անձ։ Ատեստավորման երկրորդ փուլի բացականերին, ինչպես նաեւ անցողիկ շեմը չհաղթարած անձանց հնարավորություն է տրվելու հաջորդ տարվա հունվարի 12-ին կրկին ատեստավորման մասնակցել։ 2026-ի ընտրությունները էլեկտրոնային քվեարկությամբ չեն լինելու, ավելին Հովակիմյանի խոսքով շատ երկրներ, որոնք քվեարկություններն այդ կերպ էին անցկացրել, այժմ հրաժարվել ու կրկին թղթային տարբերակին են անցել։ Թուղթը ծախսատար է, բայց մնայուն ու իրեղեն ապացույց, համոզված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով ընտրություններին օգտագործվող 4000 սարք կա, բայց պահուստայիններից 450-ը խնդիր ունեն, 9 տարի է օգտագործվում են։ Տեխնիկական վերազինման այս կարիքներն էլ առաջիկայում կլուծվեն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Կապսի ջրամբարի շինարարությունը աշխատանքների 16%-ն չկատարած դադարեցվել է, ինչի հետևանքով 140 աշխատակիցները հարկադրված հայտնվել են գործազուրկի կարգավիճակում։ Դեռ այս տարվա օգոստոսին էր շինհրապարակում մեր նկարանների ժամանակ Շանթին տված հարցազրույցում տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի համակարգողը նշել էր, որ պայմանագրային ժամկետների շեղումներով է ընթանում շինարարությունը։ Չինական շինընկերությունն էլ հավաստիացրել էր, որ պայմանագրով նախատեսված մինչև 2026 թվականի ապրիլը կհասցնի ավարտել աշխատանքները։ Այս ընթացքում ընկերությունը նաև բազմիցս ծանոթացվել է աշխատանքների որակի եւ ժամկետների խախտումների մասին, որոնք ըստ պատվիրատուի չեն շտկվել։ Ջրամբարի շինարարության դադարեցման վերաբերյալ մեր հարցմանի պատասխան ծրագրի պատվիրատու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից հայտնեցին, որ հիմք ընդունելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի գրությունը սկսվել է պայմանագրի դադարեցման գործընթաց։ Հետագա ընթացքի մասին այդ տեղեկություններ հարկ չեն համարում տրամադրել։ Հիշեցնենք, Կապսի ջրամբարի կառուցման դանդաղ տեմպերի պատճառն ըստ չինական ընկերության որակավորված մասնագետների դեֆիցիտն էր։ 1993 թվականից կիսակառույց ջրամբարի շինարարությունը վերսկսվել էր 2 տարի առաջ։ Ջրամբարի շինարարության համար գերմանական KfW բանկը 68.5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել, եւս 26.7 միլիոն եվրոն էլ հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Առաջին փուլով նախատեսվում էր, որ ջրամբարը 25 միլիոն խորանարդ մետր ծավալ կունենա, երկրորդ փուլում տարողությունը պետք է հասնի 60 միլիոն խորանարդ մետրի։ 2025 թվականի մարզական տարին են այսօր ամփոփել Գյումրիի քաղաքապետարանում։ Տարեվերջյան ընդունելության հյուրեր աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական մարզաձևերի, ինչպես նաեւ հանրապետական ու այլ առաջնությունների մասնակցած առաջատար մարզիկներ ու մարզիչներ էին։ Հպարտանալու առիթն անցնող 2025 թվականի ընթացքում գյումրեցի մարզիկների նվաճած ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներն են։ Միայն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից 28 ոսկե, 8 արծաթե եւ 14 բրոնզե մեդալներ են նվաճել։ Աշխարհի եւ Եվրոպայի պաշտոնական առաջնություններում գյումրեցի մարզիկների նվաճած մեդալները կազմում են Հայաստանի Հանրապետության մեդալների շուրջ 40%-ը։ Մարզիկների եւ նրանց մարզիչների աշխատանքն ու գրանցած արդյունքները քաղաքապետարանի աշխատակազմը բարձր է գնահատել եւ արժանացրել դրամական պարգևների, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 22 միլիոն դրամ։ Հաղթանակներով վերադարձած մարզիկների ու մարզիչների ընդունելությանը ներկա էին ավագանու խմբակցությունների անդամները, որոնք շարունակական հաջողություններ են մաղթել միջազգային մարզական հաղթանակներում։ Այս տարի եղել եմ Մադրիդ քաղաքում, Եվրոպայի պատանիների առաջնությանը գրավել եմ 3-րդ տեղը։ Գոհ եմ իմ արդյունքներից, երկրորդը Եվրոպայի առաջնություններ, այս անգամ մեդալով վերադարձա։ Այս տարի մասնակցել ենք Եվրոպայի առաջնությանը, Եվրոպայի առաջնություն 50 մետր մրցաձևում, խոցելով 591 միավոր, սահմանել եմ Եվրոպայի եւ աշխարհի նոր ռեկորդ, դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Բավականին հաջողակ տարի էր, հուսանք 2026-ին Եվրոպայի առաջնությունը Հայաստանում է տեղի ունենալու։ Հուսանք նույն վիճակով ենք հանդես գալու ու փորձենք հնարավորինս, որ նամանավանդ Հայաստանում կարողանանք բարձր պահենք մեր Հայաստանի Հանրապետության դրոշը եւ օրներ կհնչեցնել տանք նորից։ 2025 թվականին ես մասնակցել եմ նաև որպես մարզիկ, որպես սպորտսմեն, տեղ ունեցավ աշխարհի 2 առաջնություն եւ Եվրազիայի առաջնություն։ Միայնակ տվյալ տարվա մեջ գրանցեցի
ստացավ 6 մեդալ, աշխարհի գավաթի առաջնության առաջի տեղ, աշխարհի գավաթի առաջնության երկրորդ տեղ տարբեր կատեգորիաներում, Եվրազիայի առաջնության առաջի տեղ եւ աշխարհի առաջնության առաջի տեղ եւ երրորդ տեղ։ Պեղուն տարի էր, մրցանակների առումով իրոք շատ բավական գոհացուցիչ տարի էր, մեր սաներից, դպրոցի սաներից, մարզադպրոցի 4-ը նվաճեցին աշխարհի Եվրոպայի օլիմպները, այսինքն բարձունքները, երիտասարդների շրջանում ունեցանք Գեոգեշնկայի կարատեի ուղղությամբ աշխարհի մրցանակակիցներ, գիրներ, երիտասարդների եւ պատանների, իսկ ավակներից Սարգսյանի ձիգը կարելի ասել չանցավ մի մրցում, որտեղ Սարգսյանի ձիգանուն ազգանունը չհնչեց առաջին կամ երկրորդ հաստայում։ Մենք գոհ ենք դրանից, փառք Աստծո։ Շատ լավ արդյունքներ ենք ունեցել այս տարի, սկսենք մեր հերձիկից, աշխարհի առասություն, աշխարհի գավաթ, նաև երրորդ տեղ են ընկել իրենք թիմով երեխաների հետ, նաև հերձիկի աշակերտներն են տեղում։ Այս ամիս մենք ունենք նաև գեղարվեստական մարմնամարություն, Ինգեր Մարինե, որը լավ արդյունքներ է տվել, միջազգային չեմպիոններ է տվել, երկրորդ մրցանակիր ենք տվել, անձամբ Ուշու Սանդայից եմ միջազգային առաջնության երկրորդ մրցանակիր տվել Էլիազյան Ալիգը, որը թույլտվություն ստացավ ապրիլ ամսին մասնակցելու աշխարհի առաջնությունը։ Միասնությունը բոլոր բնագավառներում հաղթանակի հիմքն է հանդիսանում։ Այսօր այս դահլիճում տարբեր սպորտաձևերի ներկայացուցիչներ միասնական են մեկ գաղափարի շուրջ, եւ այդ գաղափարը Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդը։ Ձեր ամեն մի նվաճում դա հայերի, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նվաճումն է։ Հայաստանի ապահովագրական ընկերությունները թանկացրել են ավտոմեքենաների ապահովագրավճարները, սահմանելով հաշվարկման նոր գործակիցներ։ Հերթական վերանայում առաջացրել է վարորդների դժգոհությունը, հիմնականում նրանց, որոնք վթարներ չեն ունեցել։ Փոփոխված գործակիցներով հաշվարկելիս վարորդական մաքուր պատմությունն առավելություն չի դիտարկվում, զեղչեր չեն կիրառվում, այսինքն բոնուս-մալուսային համակարգը չի փրկում այս պարագայում։ Բայց վտար չունեմ, Ամի փողանակի մեզ 34,000 տեղ, բրի 24,000 մուզեմ, որ ես վաղշե չեմ ունեցել։ Հաստարոստարեք թանգստեր։ Որ ապահովագրավճարները գնալով ավելանում են, վարորդներն ամեն անգամ նոր պայմանագիր կնքելիս են տեղեկանում։ Հանրապետությունում շահագործվող մեքենաների թիվը շեշտակի աճել է, փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնված է ու դրա հետևանք են ավտովթարները, ինչով պայմանավորված էլ ապահովագրական ընկերությունների ծախսերն են ավելացել, կախված հատուցվող գումարների չափից։ Հենց սա են պատճառ բերում ընկերությունները։ Թանկացումներն էլ թարսի պես ավելի շատ ազդում են Opel Magnish-ի մեքենաների վրա, որոնք ամենաշատ շահագործվող տրանսպորտային միջոցներն են։ Որտեղ տարեթվերը հին են Opel-ների։ Միջինը 2000 թիվ, 1998-ի, 98-ի, 97-ի, այդպես։ Միշտ մինչև այդ թանգնալը ես մուծել եմ 20-ից 22000, հիմա 35 արդեն։ Ինչի համար է դիգե չի դեմ։ Ոչ վատար ենք ունեցել, ինչ մի բան, ոչ խախտում, դի գորենքով բդի էլի կամած իշնի, բայց չէ, մեկից 10-15000-ով կտանգնա, ինչի համար։ Տարանջատում են Opel-ները, քանի որ վթարային առումով ստատիստիկան, ընդհանուր հաշվարկում են, որ Opel-ների, Mercedes-ների վթարները գերազանցում են սովորական նաև շահագործման ժամանակ։ Դրա համար մի փոքր տարբերությունը շատ է լինում։ Բացի դրանից նշեմ, որ առանձնացվում են նաև 10 կետ, այսինքն Magnish-ը, վարորդական պատմությունը, վթարային չափերը, ձիաուժը, հա, ինչի արդյունքում էլ թանկացումները լինում են, այսինքն միանշանակ չի, որ Opel-ը թանկանում է։ Կետերից կարևորը, որ նախկինում գործել է եւ առանձնացնում էին վարորդները, վերաբերում է բոնուս-մալուս համակարգին, երբ վթար չունեցող վարորդի համար ապահովագրավճարի զեղչեր էին կիրառվում։ Հիմա սա արդեն էական չէ, սահմանված նոր գործակիցներով թանկացումները տարածվում են բոլորի վրա։ Մական շոֆերը մական վնաս չեմ ունեցել երկներ, այստեղ երեք լսություն մեզ է ունենաս, չունենաս, ըլի թանգնա։ Ունակ թութու դյա, մեքենանանիք է, 14 տարի արել եմ, հլա թու, ես մեր ապա չեմ էր է, բայց ամեն տարի ես 32-33,000 ուզել եմ, ամեն տարի։ Եթե բլի թանգստել, Էդ էլ արդեն նորություն է, ումս մեր մեջքից քանեն էլի, հաստորեն,
ապաները կշարնա, որ ապաչիերը նոքեր հեր հավասար դուժվեն։ Ապահովագրական ընկերություններից յուրաքանչյուրի վճարը սահմանման իր գործակիցներն ունի, ըստ այդմ տարբեր գործակալություններում դրանք տարբեր են։ Սա էլ 3 տարի առաջ ոլորտում ազատականացված սակագների համակարգի կիրառման պատճառով է։ Հնարավոր է դուք 1 տարի առաջ ավելի մատչելի վճարած լինեիք, բայց հիմա գնային փոփոխությունների պատճառով մի փոքր թանկացումներ են տեղի ունեցել։ Հիմա դուք վճարելու եք 45,000 դրամ, նախկինում 38-ի փոխարեն։ Թանկացումների մասին վարորդներին ապագործակալները այսպես են իրազեկում։ Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի դիտարկմամբ սա արդարացի մոտեցում չէ։ Վճարների հաշվարկման նոր համակարգը ոտնահարում է բարեխիղճ վարորդների իրավունքները, որոնք նախկինում գոնե պաշտպանվում էին գործող բոնուս-մալուսային համակարգով։ Այն մարդիկ, ովքեր որ սրբորեն պահպանել են կանոնները երկար տարիներ վթար չեն արել, իրանց արածը այսպես ասած ջուրն է եկել ու ներկայումս բոնուս մալուս դասը երրորդական չափման միավոր է, մեծ հաշվով կապ չունի այդ ապահովագրավճարի որոշման չափի որոշման հետ էլի։ Վատ է, տարօրինակ է, վատ հիմնավորում է, բայց իրականություն է։ Այսպես ասած անմեղ մարդիկ պիտի վճարեն մեղավորների համար, որպեսզի ապահովագրական ոլորտը կարողանա ուրեմն շնչել էլի։ Տարեկան մոտ 50,000 վթար է գրանցվում Հայաստանում, մոտ 1500-ը մարմնական վնասվածքներով դեպքերն են կազմում։ Վթարների ու վրաերթերի թիվը տրամաբանորեն պետք է նվազեր հաշվի առնելով ճանապարհների նորոգումները, երթևեկության նշաններով կահավորումները եւ այլն։ Բայց հակառակ պատկերն է եւ ըստ վարորդների իրավունքների պաշտպանի մեղավորը կամ պատճառը նաեւ փողոցներում երբեմն ոչ ճիշտ տեղում արված գծանշումներն են կամ տեղադրված երթևեկության նշանները։ Բայց այն 50,000 վթարի ոչ պատճառների մասին, ոչ հետևանքները վերացնելու մասին, ոչ որևիցե աշխատանքի մասին այս երկրում նման հիմնարկություն չկա, որը լիազորված է կամ պարտավորված է կամ ցանկություն ունի զբաղվելու։ Համար այսպես ասած ամբողջը մնացել է ապահովագրականի ուսերին։ Ապա թանկացումների պատճառներից եւս մեկն է նշում մասնակետը կապելով նոր մոդելի ավտոմեքենաների, հատկապես էլեկտրամոբիլների ներմուծման հետ։ Դրանց վթարների դեպքում հատուցումը թանկ է նստում, քանի որ այդ մեքենաների պահեստամասերն են թանկ, հաճախ դեֆիցիտ։ Իսկ հետևանքները ապա համակարգում հավասարաչափ են զգում բոլոր վարորդները, անկախ ավտոմեքենայի մագնիշից, դիաուժից կամ արտադրության տարեթվից։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Սուրբ Ծննդյան տոների ավետիսը քրիստոնյա աշխարհի մեծ մասի համար այսօր կհնչեցնի Հռոմի Պապը։ Կաթոլիկ աշխարհի հովվապետի Սուրբ Ծննդյան ուղերձում շեշտադրումներն ու մտածումները ուղղված են ողջ մարդկությանը, խաղաղությանը, համերաշխության կոչերով, մասնավորապես հակամարտող երկրներին խնդրելով հարգել խաղաղությունը։ Թողարկման այս հատվածում ներկայացնենք միջազգային կարևոր նորությունները։ Քրիստոնյա աշխարհի մեծ մասը պատրաստվում է Սուրբ Ծննդյան տոներին։ Դրան ընդառաջ Հռոմի Լեո 14-րդը կոչ է արել հրադադար հաստատել ողջ աշխարհում։ Նա մասնավորապես ասել է, որ բարի կամքի տեր մարդկանց կոչ է անում հարգել խաղաղությունը։ Հովվապետը նաև նշել է, թե իրեն տխրեցնող բաներից մեկն այն է, որ Ռուսաստանը մերժել է զինադադարի խնդրանքը։ Հիշեցնենք, որ Ուկրաինան զինադադարի կոչ էր արել, սակայն Ռուսաստանը մերժել էր, նշել է, որ իրենք երկարատև խաղաղության կողմնակից են։ Հռոմի Պապը անդրադառնալով ընդհանրապես հակամարտություններին, հույս է հայտնել, որ իրենք կլսեն եւ ամբողջ աշխարհում 24 ժամ խաղաղություն կլինի։ Մոսկվայի հարավում գիշերը տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով 2 ոստիկան է զոհվել, նաև եւս մեկ անձ, որի ինքնությունը չի բացահայտվում։ Պայթյունը տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ այս շաբաթվա սկզբին ռումբի պայթյունից ռուս գեներալ էր մահացել։ Հաղորդվում է, որ ոստիկանները մոտեցել էին այդ վայրում գտնվող կասկածելի պահվածք ցուցաբերող մի տղամարդու։ Տեղի է ունեցել պայթյուն, որից էլ մահացել են նրանք։ Իսկ գեներալ լեյտենանտ Ֆանիլ Սարֆարովը սպանվել էր բնակելի թաղամասի ավտոկայանատեղիում, պայթուցիկ սարքը ամրացված էր եղել նրա մեքենային։ Թուրքիայից մեկնելիս տեղի ունեցած ավիավթարի հետևանքով էլ զոհվել է Լիբիայի բանակի շտաբի պետ Մոհամեդ Ալի Ահմեդ Ալ-Հադաթը։ Այդ մասին հայտնել է Լիբիայի վարչապետը, նշելով, որ ինքնաթիռում եղել է նաև 4 այլ մարդ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել էր Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց, եւ օդանավի բեկորները հայտնաբերվել են մայրաքաղաքից 74 կիլոմետր հեռավորության վրա։
Միացյալ Նահանգները փոխում է H1B աշխատանքային վիզաների երկար տարիներ կիրառվող վիճականության համակարգը։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը։ Նոր մոտեցմամբ Միացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս բարձր որակավորում ունեցող եւ ավելի բարձր վարձատրվող օտարերկրյա մասնագետներին։ Այս փոփոխությունը հաջորդում է Թրամփի վարչակազմի կողմից ձեռնարկված մի շարք քայլերի, որոնք ուղղված են վիզային ծրագրի վերաձևավորմանը։ Ծրագրի քննադատները պնդում են, որ այն վերածվել է արտասահմանյան աշխատողների ներգրավման խողովակաշարի, ովքեր պատրաստ են աշխատել ավելի ցածր վարձատրությամբ։ Մինչդեռ կողմնակիցների կարծիքով այն խթանում է նորարարությունը։ Տարվա սկզբին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր մի հայտարարություն, որով սահմանվում է տարեկան $100,000 որպես այդ վիզայի վճար բարձր որակավորում ունեցող աշխատողների համար, ինչն այժմ վիճարկվում է դատարանում։ Նացիստական սվաստիկա հրապարակելու համար Ավստրալիայում չեղարկվել է Բրիտանիայի 43-ամյա մի քաղաքացու վիզան։ Նրան սպառնում է արտաքսում։ Քվինսլենդում բնակվող տղամարդը այս ամսվա սկզբին ձերբակալվել ու մեղադրանք է առաջադրվել նրան այն բանից հետո, երբ ենթադրաբար սոցիալական ցանցի իր էջում քարոզել է նացիստամետ գաղափարախոսություն եւ կոչ է արել հրեական համայնքի նկատմամբ բռնություն կիրառել։ Ոստիկանությունը վերջին շրջանում խստացրել է արգելված խորհրդանիշների կիրառման դեմ պայքարը հակասեմականության եւ աջակողմյան ծայրահեղականության աճի ֆոնին։ Միացյալ Նահանգներում հրապարակվել են սեռական շահագործման գործով հայտնի դարձած, բայց արդեն իսկ հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր, որոնցում հիշատակվում է նախագահ Դոնալդ Թրամփի անունը։ Փաստաթղթերում Թրամփի հիշատակումների մեծ մասը վերցված է լրատվամիջոցների հրապարակումներից, սակայն դրանց մեջ կա նաև մի էլեկտրոնային նամակ դատախազի կողմից, որտեղ նշվում են 1990-ականներին Էփշթեյնի մասնավոր ինքնաթիռով Թրամփի կատարած թռիչքները։ Երկու տղամարդիկ տարիներ շարունակ ընկերներ են եղել, մինչև նրանց հարաբերությունների խզումը։ Թրամփը Էփշթեյնի հետ կապված որևէ իրավախախտման մեջ չի մեղադրվել։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը երեքշաբթի տարածած հայտարարության մեջ նշել է, որ որոշ փաստաթղթեր պարունակում են նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ ոչ ճշգրիտ եւ սենսացիոն պնդումներ, որոնք արվել են 2020 թվականի ընտրություններից կարճ ժամանակ առաջ։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Այժմ լրացի եւս սպառված է, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։